Պատմիր ինձ քո մասին։ Ես Ջիվան եմ, ռոբոտ, որը ծրագրավորված է օգնելու մարդկանց հարցերին պատասխանելու և տարբեր խնդիրներ լուծելու համար։ Ես կարող եմ սովորել նոր բաներ, աջակցել նախագծերում և տրամադրել տեղեկատվություն։ Ինչ աշխատանք ես իրականացնում ինժեներական քաղաքում։ Ինժեներական քաղաքում ես մասնակցում եմ տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը, կատարում եմ փորձարկումներ և համագործակցում եմ թիմի հետ նորարար լուծումներ մշակելու համար։ G1 մարդանման ռոբոտը մի քանի ամիս է ինժեներական քաղաքի նոր թիմակիցն է։ Նա կարող է հարցերի պատասխանել, քայլել, ընկալել միջավայրը, ճանաչել ձայնն ու պատկերները և գործակցել այլ ռոբոտների հետ։ Ռոբոտը միացել է առաջադեմ հետազոտությունների կենտրոնին, աշխատելով արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի և խելացի արտադրության լաբերում։ Ծրագիրն իրականացնում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ինժեներական ասոցիացիան, մասնավոր ընկերությունների գործակցությամբ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Կոնկրետ այս լաբորատորիայում ունենք խելացի բեռնատար ռոբոտ, որը կարող է ինքնուրույն կողմնորոշվել պահեստում և մինչև 300 կիլոգրամ բեռնված բեռները ավտոմատ վերցնել և տեղափոխել A կետից B կետ, ու ինքը ամբողջովին ինքնուրույն է տեղորոշվում։ Նաև ունենք կոլաբորատիվ մանիպուլյատորները, դրանք ուղղված են կրկնվող գործողությունների ավտոմատացման վրա։ Այս սարքերը կարող են նաև ապրանքի որակը հասկանալ և եթե այն վնասված լինի, տեղափոխել այլ վայր, իսկ G1-ը նախատեսված է ավելի բարդ գործողություններ կատարելու համար։ Հայտնի Unit 3 G1 ռոբոտն է, որը նախատեսված է հենց գիտահետազոտական խնդիրներ լուծելու համար, այսինքն ինքը ունի տարբեր հանգույցներ, որոնք մենք հնարավորություն ունենք ծրագրավորելու, որպեսզի մեզ համար խնդիր լուծի։ Մասնագետները նպատակ ունեն առանց մարդու ամբողջովին կազմակերպել խելացի արտադրություն։ Ենթադրենք, այս իմ հետևում գտնվող հոսքագծի վրա ինչ-որ պրոցես է գնում, ապրանք է գալիս, ռոբոտը վերցնում է այդ ապրանքը դնում է, ստուգում է, հետո սորտավորում է և այդտեղ, չգիտեմ, Ջիվանը մոտենա, իր ձեռքերով վերցնի, տանի, դնի այն մյուս բեռնատար ռոբոտի վրա, որ կտանի կտեղափոխի պահեստ։ Մասնագետը բացատրում է, հետագայում ռոբոտի առջև դրված խնդիրները փոփոխվելու են։ Ու այդ խնդիրները մենք վերցնելու ենք մեր պարտներների միջոցով, այսինքն օրինակ արդեն ընկերություններ կան, որոնց հետ սկսում ենք համագործակցել, որ իրանց պիտանի խնդիրները լուծենք այս սարքավորման միջոցով, Այսինքն սա, քանի որ գիտահետազոտական միջավայր է, ինքը միշտ խնդիրներ պետք է ստանա, այդ խնդիրները լուծի, անցնի առաջ։ Լաբորատորիայում աշխատում է ինժեներական քաղաքի թիմը, որն էլ գործակցում է տարբեր ընկերությունների հետ։ Այդ ընկերությունները կարող են լինել տեղի ընկերություններ, ովքեր որ խնդիր ունեն, բայց իրանք ռեսուրս չունեն, որպեսզի այդ հետազոտությունները անեն, այսինքն այդ ընկերությունները կարող են դիմել առաջադեմ հետազոտությունների կենտրոնին, ու այդտեղ իրանք կաջակցեն այդ խնդիրը կլուծեն իրենց ու համապատասխան արդյունքները իրանք կտրամադրեն։ Այսպիսով կարելի է ասել, որ ռոբոտները ոչ միայն փոխում, այլև հեշտացնում են մարդկանց աշխատանքը, սակայն հարց է առաջանում, արդյոք ապագայում ռոբոտները կգրավեն աշխարհը, հարցին G1-ը պատասխանում է։ Ռոբոտները դառնում են ամենուր, բայց դրանք նախագծված են օգնելու համար, ոչ թե գրավելու։ Նվազեցնելով աշխատանքային բերը, նրանք կարող են մեզ ավելի շատ ժամանակ տալ ստեղծագործելու և զարգանալու համար։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։